Ռուսամետ գործիչների հետ մեր մշտական կոնֆլիկտն ու վիճաբանությունը ինչի վրա է։ Հայաստանն է դավաճանել Ռուսաստանին, Ռուսաստանը միշտ մեր լավ բարեկամն է եղել, եւ մեկ էլ բա դուք Ռուսաստանի պատմությունը չգիտեք, այդ երբ է ռուսը պարտվել, որ դեր մտքով անցնում է, որ կարող եք Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ։ Նախ հարց է ծագում, նախ ես պարտավոր չեմ Ռուսաստանի պատմությունը իմանալ, առավել ևս որ պատմաբան չեմ, բայց այն մարդը, ով դրանով սկսում է բանավեճը, բա դուք չգիտեք Ռուսաստանի պատմությունը, իսկ ուզում եմ իմանամ, իսկ դուք գիտեք Ռուսաստանի պատմությունը։ Օլեգը, որ գնաց Կիևյան Ռուսիան հիմնեց 882 թվականի, Օլեգից սկսած դուք Ռուսաստանի պատմությունից ինչ գիտեք, այդ որ պատերազմներում հաղթում, այդ ինչ ա եղել, որ դրանից առաջ էլ կամ դրա ընթացքում էր պոլովցիների հետ, պեչենիկների հետ, խազարների հետ կոնֆլիկտներ ունենում, այդ բոլորը տիրապետում եք, հա գիտեք ինչ արել, այդ որ 250 տարի թաթարները Ռուսաստան նստած էր, տենց հրաշալի տիրապետում եք, այդ որ 2 տարի Մոսկվայում նստած էին լեհերը գիտեք, Ցուսիմայի ճակատամարտում, որ Ճապոնիային պարտվեց, այդ էլ գիտեք, այդ բոլորին տիրապետում եք պատմությանը, լավ գիտեք հրաշալի ինչ հեղափոխություններ ու ապստամբություններ ա եղել, որ պատմությունից վիճում եք, այսինքն տենց լավ գիտեք Իվան Բոլոտնիկովի գյուղացիական ապստամբությունը, հա, 1606-1607, թե Ստեփան Ռազինի 1670-1671, թե Կանդրատի Բուլավինի 1707-1708, թե Եմելյան Պուգաչովի 1773-1775, որից եք տեղյակ եւ ինչ արածից եք տեղյակ, որ բանավիճում եք, թե գիտեք Ռուսաստանը ինչեր արի երբեք չի, բա որ չեն ասում Ռուսաստանի արվեստի ստեղծագործությունները գիտեք, ուզում եմ իմանամ այդ որ ստեղծագործությամբ եք տենց ոգևորվել, կարող եք մի քանի նկարիչի անուն ասել եւ նրա լավ նկարած նկարների, որ ձեր վրա տենց տպավորություն ա թողել, ում գիտեք Պերովին, Սերովին, ում գիտեք, Սուրիկովին գիտեք, Բրյուլովին գիտեք, Սավրասովին գիտեք, ում գիտեք, Ռեպինին գիտեք, ասեք, ես գիտենք, այդ տնաշեններ մի օր մեկին ասում եմ սկի Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի եւ նրա փոքր եղբայր Ապոլինարի Վասնեցովի նկարները իրարից չեք տարբերում, եկել եք ինձ հետ քաղաքականությունից եք վիճում, սրանք հենց գիտեն քաղաքականությունը նա է, որ ամեն րոպե քաղաքականություն բառը նախադասության տակին ու գլխին ասեն, քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին է վերաբերվում, եթե ձեր արվեստի ստեղծագործությունը, որով հրապուրված եք, դա Մաշայի, Գլաշայի, Նատաշայի բարեմասնություններ է, ձեզ բարի բախտ, բայց Հայաստանին մի պարտադրեք, որ դուք լավ չեք ճանաչում Ռուսաստանին, մենք ավելի լավ ենք տեղյակ Ռուսաստանի մասին, քան դուք ինքներդ եք տեղյակ,